Բարև ձեզ Սաթոփ, տեսնեմ, որ շաբաթվա կարևոր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ։ Ինչից սկսվեց եւ ուր հասավ։ Մենք դες կպատմենք առանց ավելորդ խմբագրման ու մեկնաբանության։ Շաբաթվա քաղաքական նախաձեռնությունը Սփյուռքի մի շարք գործիչներ, որոնց թվում են հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, Արդարություն Հայաստանում խորագրով ստորագրահավաք են նախաձեռնել։ Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում իշխանություններին ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ապահովել թափանցիկությունը եւ հայտարարում են, որ մտադիր են ապրիլին ժամանել Հայաստան եւ հենց տեղում հետեւել ընտրությունների ընթացքին։ Շաբաթվա հարցը՝ ով կհանդգնի մարզպետ աշխատել Սյունիքում Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո։ Սյունիքից ընտրված պատգամավոր Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը լրագրողներին ասել է, որ ինքը գայթակղված չէ մարզպետի պաշտոնով եւ նշել է, թե մամուլով չի որոշվում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետագա աշխատանքը, այլ կառավարության ղեկավարն է որոշում։ Հարցին թե արդյոք Սուրիկ Խաչատրյանից պետք է վախենալ, Արմեն Կարապետյանը պատասխանել է, որ սյունեցիներն անվաղ ժողովուրդ են եւ չեն վախենում ոչ մեկից։ Հատկապես սյունեցիները անվաղ ժողովուրդ են եւ ապացուցել են, որ ոչ մեկից էլ չեն վախենում եւ այդպեսի խնդիր չի առաջացել ոչ մի անգամ։ Շաբաթվա պատիժը ժամանակավորապես դադարեցվել է Տեր Արսեն Քահանա Համբարձումյանի հոգևոր ծառայությունը։ Դա կապված է Կոտայքի թեմի Արգել գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցած անընդունելի երևույթի հետ։ Այս մասին տեղեկանում ենք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցի Կոտայքի թեմից։ Հիշեցնենք, որ համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել փաստը, ըստ որի Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի այցին ընթരാճ Արգելի եկեղեցում խնջույքի սեղաններ էին դրվել եւ այն վերածել հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի։ Շաբաթվա հանդիպումը Բարի ու ընտանեկան մի հիասքանչ երեկո, գրել էր Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Facebook-յան իր էջում եւ լուսանկարներ հրապարակել իր տանը հյուրընկալած գործընկերների Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուկյանի եւ նրանց տիկինների հետ։ Հիշեցնենք, որ Թևան Պողոսյանը Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուկյանին առաջարկել էր կուլ չտալ իշխանությունների խայծը, դադարեցնել հեռակավեճն ու նրանց հրավիրել էր գինի խմելու։ Թևան Պողոսյանի կինն էլ հյուրերի համար հայկական ավանդական ղափամա էր եփել։ Հաղորդման այս հատվածում շաբաթվա մի քանի ուշագրավ մտքեր ու դեպքեր լուսագրերով ու առանց մեկնաբանության։ Մեր հանրությունը գրեթե բոլորից մեր բարձրաստիճան պաշտոնյաներից արդեն իսկ այնքան է կուշտ, որ ցանկանում են նրանց տեսնել այո սպանվածի տեսքով։ Դուք չեք թողել նրանց այլ հնարավորություն։ Նրանք են պատժելու այդ գողերին։ Իրենց ձեռքով, իրենց կյանքով։ Ես պիտի առաջարկեմ, որ պատգամավորների թեկնածուների գրանցման ժամանակ անպայման պատգամավորների հոգեկան հավասարակշռության վերաբերյալ տեղեկանք պահանջեն։ Այս գրագետ սուպեր գրագետի պատճառով այս տարի մեր բյուջեն 50,000 եղած ուժել է։ Մենք ասենք քվեարկություն։ Այս սուպեր գրագետ եւ ազնիվ եւ հոգեկան հավասարակշռված մարդկանց պատճառով մենք այսօր ուժել ենք։ Այդ իսկ պատճառով հանձնարարական մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք։ Ես կոմենտարյաներ չունեմ։ Բայց վարչապետը հայտարարեց պետք է գոնե ինչ-որ քննություն սկսվի, ինչ կարող։ Համապատասխան միջոցառումներ իրականացվեն։ Գողությունը գողանալ բառը չէ։ Այսինքն այն երևույթը, որը կառավարության անդամները ներքևից միջև վերև պիտի օգտագործեն, երբեմն չի կատարվում դա։ Եվ դա համարեց որպես գողություն։ Ճիշտն ասած, այս վերջերս շատ քիչ եմ մտնում Facebook, ովքեր Facebook-յան իմ ընկերներն են կտեսնեն, որտեղ ցիտս խառնում է։ Այն PR-ից, որ կատարվում է խայտարակ, անմակարդակ, այսպես, չգիտեմ, անմակարդակ, հենց այդ բառը բավական է։ Կան անձիկ, որոնք տեր ունեն եւ որոնք մնացին կառավարությունում եւ կան այսպես անտերներ ճակերտավոր, ում կարելի էր փուրը տալ եւ այսպես նոր համաձայնությունները քաղաքական վերաձևավորել նոր դեմքով։ Սփյուռքի նախարարությունը վերանվանվի Սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, մենք ֆունկցիա դնենք
Եվ դա շատ կարևոր է, որ ազգահավաքը պետք է լինի բոլորիս նպատակը։ Այս օրենքը ամբողջությամբ խառնաշփոթ է։ Դուք խրախուսում եք միգրացիան, այսպես ասած, ներքին արտագաղթ։ Եթե դուք համայնքներին ամրագրեք շահութարկի եւ եկամտարկի այն մասերը ինչ որ ժամանակին կար, համայնքը կմտածեր իր անդամներին իր մոտ պահելու մասին։ Կառավարության որոշումը սխալ էր։ Մի ամբողջ գործարան, մի ամբողջ ընտանիք քայքայեն, որ ինչ-որ սևակի խոսքերով իրենց պետք եկած գունավոր մետաղի համար։ Ով մարդկային արդարություն։ Թողած թքեն ձեր ճակատին։ Շաբաթվա սկանդալային հայտարարությունը թուրքական լրատվամիջոցները գրել են, որ այդ երկրի էկոնոմիկայի նախարարը աղմկահարույց հայտարարություն է արել հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ։ Հեղաշրջման նպատակն էր երկիրը Հայաստանի եւ Քուրդիստանի միջև բաժանումը, ցանկանում են իրականություն դարձնել 100 տարի առաջվա քարտեզները, ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը։ Շաբաթվա տարածաշրջանային լուրը Թբիլիսիում աննախադեպ ակցիաներ են իրականացվել Քարթուլի Ձալա ազգայնական կազմակերպության ակտիվիստների կողմից։ Հարյուրավոր երիտասարդներ քաղաքի կենտրոնում հարձակում են գործել թուրքական սրճարանների, ռեստորանների, խանութների վրա, ջարդուփշուր են արել գույքը, ապակիները, պայթեցումներ կատարել, պոկել են բոլոր թուրքական գովազդային վահանակները, միաժամանակ թալանելով խանութները։ Այս ամենն ուղեկցվել է «Կեցե ազգը մահ թշնամուն» վանկարկումներով։ Դրանից հետո Վրաստանում փակվել են թուրքական գրեթե բոլոր սրճարանները, խանութներն ու ռեստորանները, քանի որ տեղեկություններ կան, որ Քարթուլի Ձալայից նոր հարձակումներ են սպասվում։ Շաբաթվա զայրույթը։ Ռուսաստանի պետական էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության թանգարանի պաշտոնական բողոքը եւ սեպտեմբերի 29-ին նախատեսված միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվելիք զեկույցից հանել Արևելյան Հայաստան բառակապակցությունը։ Զեկույցի անվանումը վերափոխվել է Երևանի, Նախիջևանի, Գանձակի եւ Ղարաբաղի խանությունների դրամային գործը, իսկ ադրբեջանցիների պահանջը այսպիսի խայտառակ բովանդակությամբ է եղել։ Մեջբերում եմ, հենվելով կեղծ հայկական պնդումների վրա, վիճահարույց զեկույցում պատմական ադրբեջանական հողերը ներկայացնում են որպես Արևելյան Հայաստան։ Շաբաթվա պարտքը տևական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վերնատուն ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում։ Ժողովուրդ թերթն էր գրել այս մասին, որի թղթակցի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե ինքը ռեստորան չունի, իսկ նշված տարածքն էլ վարձավճարով է տրվել։ Բայց ողջ խնդիրն ըստ թերթի այն է, որ ըստ Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրի նա տարածքի վարձակալությունից եկամուտ չի ստացել, փոխարենը իբրև շահաբաժին, այսինքն բիզնեսից անցած տարի 2.917.000 դրամի եկամուտ է ստացել։ Շաբաթվա հավատացյալը։ Երբ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է խորհրդարանի նստաշրջանի ավարտի մասին, օրինաց երկիր կուսակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը խաչակնքվել է։ Լրագրողներն ու գործընկերները կատակել են, հավանաբար պատգամավորը շատ էր տքնել ծանր նստաշրջանի ընթացքում։ Շաբաթվա SMS-ը ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը համացանցում մի լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր իր հաղորդագրությունը մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Ամիրյանը։ Տիկին Հասմիկ, շնորհավորում եմ, այսօրվանից հայ մշակույթը փրկվելու շանս ունի, Սուրեն Շահվերդյան, գրված է ռեժիսորի տեքստային հաղորդագրությունում։ Շաբաթվա հումորը Հրանուշ Հակոբյանի վերանշանակման ամենալավ կողմն այն է, որ գոնե գիտենք, որ նրան պաշտպանության կամ արտաքին գործերի նախարար չեն նշանակելու։ Հումորային գրառումը Facebook-յան իր էջում կատարել է Կոնստանտին Տերնակալյանը, անդրադառնալով Հրանուշ Հակոբյանի իր պաշտոնում վերանշանակվելու փաստին։ Շաբաթվա մտահոգությունը այն բանից հետո, երբ Լևոն Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար, նրա համակուրսեցիները Միացյալ Նահանգների ուսանողական տարիների լուսանկար հրապարակեցին։ Ընկերներից մեկը նշել է. այնուամենայնիվ ոգևորությունը փոխվում է մտահոգության, երբ խորհում ես, թե բարեկիրթ միշտ ճպտերես մեր Լիովան կկարողանա պահպանել իր բարի անունը գիշանգղների հետ անձավի մեջ։ Շաբաթվա խորհուրդը 10-ամյա Լևոնի կողմից էր, ով նախորդ անգամ դիմել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս անգամ նա իր խոսքն ուղղել է երկրի ղեկավարին, իսկ թեման արտագաղթն է, կարճատված Լևոն Երևանցու խոսքից։ Հարգելի պարոն նախագահ, ինձ անհանգստացնում է մեր երկրի վիճակը, որի պատճառով մեր հայրենակիցները արտագաղթում են։ Ես չեմ արդարացնում արտագաղթողներին, բայց միևնույն ժամանակ չեմ էլ մեղադրում։ Լուսագրերով ու առանց մեկնաբանության եւս մի քանի ուշագրավ լուր ու խոսք անցած շաբաթվանից։ Որևէ մեկ անգամ առավել եւս վերջին ժամանակներում հանրապետական կուսակցությունը կուսակցական պատկանելիության վրա չի հենվել։ Երկիրը դարձրել է կամրոց,
Վարչապետը նշանակում իր շուրջն միջնաբերդ է կառուցում, որ նա չաշխատի։ Իրականում ես պատրաստ եմ ու բաց եմ։ Ասեք ինչը մենք այնպես չենք անում։ Ինչ ուղենք, որպեսզի բիզնեսը գա ձեզնից փող ուզի։ Գնեցի մի փունջ ծաղիկներ, վարդեր եւ եկա տուն։ Երբ դուրը զանգահարեցի, կինս բացեց դուրը, գրկա խառնվեցի նրան եւ ականջին շշնջացի, որ սիրելիս ես այլևս իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին։ Ես բժշկական պրակտիկայով զբաղվել եմ մոտ 20 տարի, կարակ բժիշկներին հասեք հնարավոր է բժշկական գործունեությունով միլիոնատեր դառնալ։ Պարզային Արմենիայով է պայմանավորված։ Մոսկվայի ցանկացած բնակչին, եթե ինքը վաճառի իր բնակարանը, ինքը միլիոնատեր է։ Նույն դերում երևի ես եմ։ Ուզում եք վարչապետ նշանակեք, ուզում եք ձեր թիմից նշանակեք, ուզում եք փողոցից բերեք, ինչպես որ տեսնում ենք, որտեղ տեսնում ենք նաև փողոցից բերված մարդիկ են նշանակվում որպես նախարարներ, որոնք կապ չունեին ոչ ոլորտի հետ եւ ասում են, որ դրանք մենեջերներ են։ Բայց ես չեմ հասկանում, հիմա էլ Վանաձորում ուզում են Մարուքյանների կլան ստեղծեն, ասենք նոր Սուրիկ Խաչատրյան, հա, ուզում Հայաստանում ձևավորվի, որ այս մեր Վանաձորն է, երևանցիները չկան։ Էդմոն Մարուքյան, եթե մենք երևանցի ենք, չպետք է գանք ստեղ, ուրեմն սրանից հետո Երևան չմտնես։ Ձեր քուչից ընդհանրապես դուրս չկաս։ Ամոթ էլ է։ Բավականին լավ երաժշտություններ է ստեղծել, օրինակի համար Ռաբիս երգողներից ոնց էր ազգանուն նշել է բայը։ Թաթա Սիմոնյանը նկատում եք։ Այո, Թաթայի երգած Ռաբիզը լավ Ռաբիզ է։ Դուք երկրպագում եք։ Բայց Ռաբիզ երաժշտությունն է, որը կարծում եմ ավելի ճոխացված է։ Կարողանում եմ երբեմն լսել Ռաբիզ, իմիջ այլոց ասեմ, երբեմն որ մենակ ես լինում մի քանի օրքով, նաև լսում եմ Ռաբիզ երաժշտություններ։ Շաբաթվա լուսանկարը Եղիշե Պետրոսյանն իր Facebook-յան էջում լուսանկար տեղադրեց ու գրառում կատարեց։ Ով կմտածեր, որ այսքան տարի հետո արձագանք ստուդիայում կհայտնվեին Մուրադի տղա Արտակը, Արա Բաբաջանյանը, իր հյուսիսային հարսնացու Վալիայի, Նատալիա Բեսպալովայի հետ։ Լուսանկարը հատկապես կինոսիրողների մոտ հիանալի հիշողություններ է առաջացրել։ Շաբաթվա բարի լուրը աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայր է դարձել։ Նա իր տղային տվել է իր հոր անունը՝ Գրիգոր։ Նորաթուխ հայրիկն արդեն համացանցում հրապարակել է որդու առաջին լուսանկարը, իսկ խոսելով իր տպավորությունների մասին ասել է, որ որդին իրեն է նման՝ մուկ աչքունքով, մազերի գույնով։ Շաբաթվա կատարումը։ Սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով կատարել էր խոստումն ու Արթուր Ալեքսանյանի օլիմպիական չեմպիոն հռչակվելուց հետո սափրել էր գլուխը, համացանցում անցած շաբաթ տարածված տեսանյութում երգում էր ոչ միայն Արթուրի, այլ նաև մեր մյուս չեմպիոնների համար։ Կարեն Գիլոյանը կատարում էր «Մի սպանեք ձեր սերը» հայկական հայտնի հիթը։ Շաբաթվա արդարացումը թող մեկ ու պրոյեկտի տերը մտածեն, թե ինչու են ինչ ժյուրիի անդամ կանչել։ Այս մասին Ասեկոսեյեմի հետ զրույցում ասել է Ռաբիզ երգիչ Սպիտակցի Հայկոն, անդրադառնալով պետական միջոցներից ֆինանսավորվող հանրային հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող ամենակարող երգիչը նոր երաժշտական նախագծի շուրջ հանրային վրդովմունքին ու կոնկրետ իր անձի մասին հնչող քննադատություններին։ Իսկ ամեն ինչ սկսվել էր նրանից, երբ հայտնի ու սիրված մի քանի դեմքեր բողոքի ձայն էին բարձրացրել իրենց բնորոշմամբ եթերային անճաշակության դեմ։ Օպերային աշխարհարչակ երգչուհի Հասմիկ Պապյանն օրինակ գրել էր. «Ոտքի հայ ժողովուրդ, սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է։ Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»։ Շաբաթվա բանաստեղծությունը հաղորդավար Ավետ Բարսեղյանն, ով Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում էր ստացել, Instagram-ի իր էջում հրապարակել էր շնորհագրի լուսանկարն ու նաև այդ առիթով բանաստեղծություն գրել։ Մեկը կասի շատ էր, մյուսը կասի շուտ էր, շնորհավոր կասի երրորդը, շահով մի բան կասեմ, շնորհակալ եմ բոլորին, ում շնորհիվ եմ։ Շաբաթվա միտքը 10 տարի շարունակ առաջին ալիքը բոլոր պետական եւ նշանավոր տոներին մի վախեցիր ֆիլմն է ցուցադրում։ Այս մասին գրեց Հրաչ Քեշիշյանը Facebook-յան իր էջում ու խոսելով ֆիլմի վրա աշխատած բոլոր մասնագետների մասին, շեշտեց ֆիլմի գլխավոր դերակատարին Խորեն Լևոնյանին։ Խորեն Լևոնյանը կարծում եմ այս երկրի տաղանդավորներից ամենացայտունն է, որ չի դադարում աշխատել ու այս տարիներին շատ կարևոր կերպարներ է ստեղծել։ Բացի այդ 16 տարի Խորենը կրկնօրինակում է հայերեն գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր։ Էլ ինչ պիտի անի Խորենի նման դերասանը, որ վաստակ ունենա, երևի երգի խոսքեր գրի, նշել էր Հրաչ Քեշիշյանը, հատուկ ընդգծելով, որ Ավետ Բարսեղյանին շատ հարգում է եւ ասելիքն ուղղված է կոչման ներկայացնողներին, ում համար օբյեկտիվությունը երևի սուբյեկտիվության թավշյա վարակույրի ետևում է։
Շաբաթվա օգնության կանչը անվանի գիտնականը ծանր վիճակում հիվանդանոցում է, սակայն վիրահատության համար անհրաժեշտ գումար չկա։ Սրտի ինֆարկտով Մալաթիա բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ գիտական հետազոտությունների եւ գիտական աշխատանքների հեղինակ Գուսան Հայկազի որդի Վազգեն Գևորգյանը։ Վիճակը փոքր կարգավորվելուց հետո անհապաղ պետք է արվի բաց վիրահատություն, որի համար պահանջվում է 3-ից 4 միլիոն դրամ, չնայած որ այս դեպքում պետք է գործել պետական պատվերի տարբերակը։ Վազգենի տիկնոջ Լենայի հեռախոսահամարը ձեր էկրաններին է։ Եվ վերջում շաբաթվա բաղադրատոմսը։ Ինչպես պատրաստել մրգային ռոլ, շարունակում են կարճ եւ պարբերաբար ներկայացնել քիթչուբն ու ասեկոսեյեմը, իսկ ավելի մանրամասն ինչպես այս այնպես էլ մյուս բաղադրատոմսերի մասին կարող եք ծանոթանալ քիթչուբի YouTube-յան էջում։ Իսկ հրաժեշտից առաջ շաբաթվա եւս մեկ հումոր։ Հայի բախտ նման վերնագրով լուսանկար է հրապարակել բլոգեր Տիգրան Քոչարյանը Facebook-յան իր էջում, որտեղ Գագիկ Սուրենյանի կողքին արտասահմանյան հեռուստաընկերությունների եղանակի տեսության հաղորդավարներն են։ Օգտատերերից շատերն ամեն դեպքում պատասխանել են. «Մերն ուրիշ է»։ Սա թող տեսներ, որ հետաքրքիր իրադարձություններն ու դրանց մասին համացանցի եւ մամուլի արձագանքը ներկայացնում է մեկ հաղորդման մեջ, իսկ ինչ դուրս մնաց մեր դիտակետից կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Ձեզ հետ Անի Հարությունյանն էր, կհանդիպենք։